Բաքվում պատանդարված ազգային բարերար Արցախի հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը երկալռությունից հետո օրերս հեռախոսազրույց է ունեցել ավագ որդու Դավիթ Վարդանյանի հետ եւ խնդրել 3 ուղերձ փոխանցել ժողովրդին։ Ռուբեն Վարդանյանի 3 ուղերձներն են. Արցախը եղել է, կա եւ կլինի։ Հավատա ինքդ քեզ որպես Աստծու մի մասի, բարության եւ լույսի։ Իսկական հերոսը նա է, ով կարողանում է հույս վառել այնտեղ, որտեղ հույսի շող չկա, նա, ով դառնում է հենարան ուրիշների համար, երբ նրանք կորցրել են հավատը։ Տեղեկացնենք, որ այս տարի նաև լրանում է Վարդանյանների ընտանիքի կողմից հիմնադրված Ավրորա մարդասիրական նախաձեռնության 10-ամյակը, որի կապակցությամբ Ռուբեն Վարդանյանը իր երախտագիտությունն է հայտնել բոլոր այն ընկերներին, բարերարներին, որոնք իրեն հավատացին, վստահեցին ու աջակցեցին իրենց առատաձեռնությամբ, ասել է Վարդանյանը իր նամակում եւ մաղթել Ավրորային շարունակական հաջողություններ։ Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանը Ադրբեջանի կողմից գերեվարվել է 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի հայաթափության ժամանակ։